Հայաստանը լրջագույն դիլեմայի առաջ է, մնալ ԵԱՏՄ-ում, թե շարժվել դեպի Եվրամիություն։ Ցանկացած որոշում պետք է հիմնված լինի ոչ թե քաղաքական հայտարարությունների, այլ Հայաստանի աշխարհագրական դիրքի, տնտեսական հնարավորությունների եւ անվտանգային միջավայրի գնահատման վրա, նշում է քաղաքագետը։ Ժամանակակից աշխարհում մրցակցությունն ընթանում է նաև լոգիստիկ ուղիների շուրջ, եւ հենց այդ համատեքստում պետք է գնահատել Հայաստանի հնարավորությունները։ Հայաստանի համար չափազանց բարդ է այն առումով, որ Հայաստանը չունի ոչ Եվրոպական միության հետ ընդհանուր սահման եւ ոչ էլ Եվրասիական տնտեսական միության հետ ընդհանուր սահման։ Բոլոր դեպքերում թե Եվրասիական տնտեսական միություն գնացող մեր ճանապարհը անցնում է երրորդ երկրի միջոցով, թե հյուսիսում եւ թե հարավում։ Անկախ այն հանգամանքից, թե Իրանը այս պահին ինչպիսի հարաբերություններ ունի Եվրասիական տնտեսական միության հետ, փաստ է, որ Իրանը Եվրասիական տնտեսական միության անդամ չէ։ Հետևաբար այս պարագայում թե հարավում եւ թե արևելքում, թե հյուսիսում մենք անցնում ենք երրորդ երկրների միջոցով կապվելով Եվրասիական տնտեսական միության հետ։ Նույնը Եվրոպական միության մասին է։ Տնտեսական սահմանափակումները, որոնք այսօր Մոսկվան կիրառում է Հայաստանի նկատմամբ, գնահատվում է որպես քաղաքական ճնշման գործիք։ Հայկական ծաղիկների, գյուղմթերքի եւ այլ ապրանքների արտահանման արգելքն ու շարունակվող սահմանափակումները ցույց տվեցին, որ նախընտրական շրջանում տված խոստումները, թե օրերի հարց է դա կարգավորելը, այդպես էլ չիրականացավ։ Դուրս գալ ԵԱՏՄ-ից չունենալով որևէ այլ ընտրանք, հաճախ խոսում են դիվերսիֆիկացիայի մասին, հաճախ խոսում են այլընտրանքային ուղիների հայթայթման մասին, առանց դրանց ունենալու, առանց լուրջ դիվերսիֆիկացված թե լոգիստիկ համակարգ, թե տնտեսություն ունենալու, ուղղակի ԵԱՏՄ-ի շուկայի փակումը հայ տնտեսվարողի համար լինելու է իրական հողի վրա տնտեսության, այսպես ասենք, բավականին լուրջ վնաս հասնող գործոն, եթե չասեմ ուղղակի քանդող գործոն։ Հեռախոսազրույցներից հետո էլ Երևանի ու Մոսկվայի շեշտադրումները նույնական չէին։ Փաշինյանն առաջ էր տարել տնտեսական բաղադրիչը, Պուտինը աշխարհաքաղաքական։ Հայաստանի համար ակնառու են այս պահին արդեն տնտեսական լրջագույն խնդիրները, որոնք գնալով ավելի են խորանալու եւ հնարավոր չի լինել ուղղակի պոպուլիստական հայտարարություններով ծածկել այդ խնդիրները։ Գնալով տնտեսվարող, հատկապես արտահանող տնտեսության ճյուղերը, գնալով շատ ավելի մեծ խնդիրներ են ունենալու եւ այդ խնդիրները անընդհատ զգացնել են տալու, որովհետեւ միևնույն է թեպետ Եվրոպական միությունը այսպես խոսքային մակարդակում, հռչակագրային մակարդակում աջակցություն հայտնում է, բայց սա չի վերածվում եւ տեսանելի ապագայում չի վերածվելու իրական տնտեսական օժանդակության։ Իսկ այս կամ այն չափի դոտացիաներ, չգիտեմ, գումարներ տրամադրելը չի մեղմել ուղղակի իրավիճակը։ Քաղաքագետի համոզմամբ ԵԱՏՄ-ից դուրս գալը առանց իրական այլընտրանքային շուկաների եւ լոգիստիկ ուղիների կարող է ծանր հարված հասցնել հայկական տնտեսությանը։ Միաժամանակ Հայաստանի շուրջ սեղմվում է նաև քաղաքական օղակը։ Ստացվում է հանրաքվեի երկու պահանջ է հնչում։ Մեկը Մոսկվայից ԵԱՏՄ-ի հարցով, մյուսը Բաքվից սահմանադրությունը փոխելու։ Ցավոք սրտի Հայաստանի իշխանությունների կողմից բարվող արտաքին քաղաքականությունը հանգեցրեց նրան, որ Ադրբեջանը կարողացավ ստեղծել նախադեպ, ստիպել Հայաստանին փոխել սահմանադրություն եւ Հայաստանի իշխանությունները համակերպվեցին, համաձայնեցին սրա հետ եւ սա բացեց ճանապարհ հաջորդ նախադեպի համար, որը մենք արդեն տեսնում ենք, որ Հայաստանին պարտադրվում է կամ փորձ է արվում համոզել, պարտադրելով ինչպես կմեկնաբանի հաջորդ հանրաքվեն։ Մենք գործ ունենք Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության նվազեցման հետ։ Մենք ժամանակին շատ ենք խոսում, որ եթե իշխանությունները համաձայնվեն Ադրբեջանի կողմից պարտադրվող հանրաքվեին, դա ապրիորի դրան հետևելու են այլ կողմերի նաև պահանջների լեգիտիմացում։ Եթե որևէ կողմ կարող է քեզ պարտադրել, ուրեմն երրորդ կողմը, չորրորդ կողմը կփորձեն հարկադրել։ Եվրամիության շուկա ինտեգրվելու համար երկար ճանապարհ պետք է անցնել, որն ըստ քաղաքագետի մինչև 10 տարի կարող է տևել։ Իսկ այդպես հայկական տնտեսությունը չի կարող գոյատևել։ Բացի այդ, հայկական ապրանքները մրցունակ չեն եվրոպական շուկայի համար։ Ստացվում է, բոլոր հայտարարությունները նույնական են, օդում դատարկ կրակոցի հետ։ Ալադավթյան, Սիմիկ Մայիլյան, Էպիկենտրոն։